Բարև ձեզ, հարգելի ժողովուրդ ջան, դե ինչ, արդեն օրվա կեսը անցել է և կարելի է արձանագրել, որ այս պահի դրությամբ շատ բարձր ակտիվություն է ընտրատարածքներում, մարդիկ գնում են ընտրության, ցուցանիշը շատ բարձր է, վերջին տվյալներով արդեն 33.9 մոտավորապես 34%-ը ընտրողների արդեն գնացել է, ինչը էականորեն ավելի շատ է, քան նախորդ ընտրություններին և այն հորդորը կոչը, որը անում էին ընդդիմության ղեկավարները, ընդդիմության կուսակցությունների ղեկավարները, մասնավորապես Գագիկ Ծառուկյանը, լսելի դարձավ, բայց ժողովուրդ ջան, տեմպը չեն գցում, շատ կարևոր է, տեմպը հանկարծ չընկնի, շատ կարևոր է, որ հիմա մարդիկ, ովքեր առայժմ այս կամ այն պատճառներով չեն գնացել ընտրության, անպայման գնան, շատ պարզ պատճառով, բացի նրանից, որ բարձր ընտրության պարագայում իշխանությունը իրականում վերարտադրվելու շանս չունի, իսկ կարծես թե ամեն ինչ գնում է դեպի այդ կողմ, սակայն ինչու կարծես թե, այո, կրկնեմ Ծառուկյանի խոսքերը, արդեն իսկ հաղթած ենք և այդ արդեն իսկ հաղթածը հենց ձեզանից, ձեր ակտիվությունի ամենաբարձր ցուցանիշն է և որակավորումն է, որը պետք է ապահովենք մինչև այս ամբողջ գործընթացների վերջը։ Մի նստեք տանը, Երևան ջան, հենց դիմում եմ երևանցիներին, Երևան ջան, գիտեմ, որ առայժմ կան մարդիկ, ովքեր չեն գնացել ընտրության ինչ-ինչ պատճառներով, դրեք մի կողմ, խնդրում եմ ուղղակի, դրեք մի կողմ բոլոր, գիտեք, անհամաձայնությունները, բոլոր, ասենց ինչ-որ դավադրապաշտական ինչ-որ մտքերը և այլն, կամ դրեք մի կողմ այն նարատիվը, որ ամեն ինչ որոշված է, տեսնում եք, որ ոչ մի բան էլ որոշված չի և որոշող հենց դուք եք, դրա համար եթե ունեք հարևաններ, ընկերներ, ովքեր առայժմ չեն գնացել ընտրության, հորդորեք իրենց, որ գնան ընտրության և անեն իրենց ընտրությունը, սա շատ կարևոր է, ի վերջո ժողովուրդ ջան, պետք է դուրս գանք, չէ, այն տրամաբանությունից, որը այսօր կա, այսօր ըստ էության ունենք ընտրություն երկու փիլիսոփայության կամ երկու տրամաբանության մեջ, մի տրամաբանությունը թուրքի դուդուկի տակ տրնգի պարելով հայերին խլել, չգիտեմ, կզզնել, սպառնալ, այդ կզզնել իրանց բառերն եմ օգտագործում, չոքացնել և այլն, այսինքն քանդել, ատելություն գցել ժողովրդի մեջ և ըստ էության ոչ մի դրական բան չասել, բացի թուրքական մուղամներից և երկրորդը դա կառուցել, շենացնել, գիտեք, այդ հանրային հանդուրժողականության, ազգային հանդուրժողականության, ազգային համերաշխության այդ ամբողջ փիլիսոփայությունը բերել, հոգնել ենք, իրականում բոլորս էլ հոգնել ենք այս աննորմալ իրավիճակից, որի մեջ տարիներ շարունակ այս իշխանությունը մեզ գցել է, իրականում հոգնել ենք և այդ ատելության մթնոլորտին պետք է ի վերջո, ասենց ստոպ տանք, վերջանա այս ամենը և այդ վերջացնող հենց դու ես, որ հենց հիմա ինձ նայում ես, բայց առայժմ չես գնացել ընտրության, գնա և քո ընտրությունը կատարի։ Մի հանգամանքի եմ ուզում անդրադառնամ, խոսքը գնում է այն ընտրախախտումների, որոնք այսօր իրականացնում են, չգիտես ինչու, ճակերտներում իհարկե սարկազմով եմ ասում, իշխանության հարող ներկայացուցիչները, մարդիկ, սկսած իշխանության քարոզարշավի տարբերանշաններով մտնելով, վերջացրած այդ բյուլետենները ցույց տալով և այլն։ Բացի դրանից արդեն կան տվյալներ, որ ուղղորդվում է քվեարկությունը իշխանության ներկայացուցիչների կողմից, մասնավորապես Գնել Սանոսյանը գնացել է մղվել ընտրատարածքի դեմ, ես հիմա չեմ ասում ուղղորդել է թե չէ, ասես մղված կանգնած ու ժամերով տենց կանգնած մարդկանց ինչ-որ ցուցումներ է տալի։ Հակակոռուպցիոն կոմիտե, դուք հարցեր չունեք այդ մարդկանց, խոսքը գնում է իշխանությանը հարող պաշտոնյաներին կամ ՔՊ-ի անդամներին կամ առհասարակ այն մարդկանց, ովքեր իշխանության օգտին հիմա անում են հնարավոր և անհնարինը, որ ստանան այն արդյունքները, որոնք իրենք ուզում են ստանան, չեք ստանալու, որովհետև դուք չեք որոշելու և ձեր ուղղորդման չի Հայաստանի Հանրապետության քաղաքացին գնալու և իր ընտրությունը կատարելու։ Դա
օղարեք ձեր ականջին եւ վերջ տվեք ձեր ապալեգիտիմ փորձերին ինչ որ մի կերպ ազդել ընտրությունների վրա։ Չի ստացվելու, արդեն հասկացել եք, չէ՞ դուք, որ չի ստացվելու։ Եթե չեք հասկացել, ապա ընտրությունների վերջում շատ ծանր, հոգեկան ցնցումների մեջ եք ընկնելու, որովհետեւ իրականում մարդիկ չեն վախենում ձեզանից, մարդիկ չեն վախենում իշխանությունների յուրաքանչյուր այդ, չգիտեմ, մտամոլոր հնարքներից եւ մարդիկ գնում են ընտրության։ Ժողովուրդ ջան, գնացեք ընտրության, ամենակարևորը, գնացեք ընտրության, ծախսեք այդ 10-15 րոպեն եւ հասեք այն նպատակներին, որոնք ձեր գլխի մեջ են։ Իսկ մեր բոլորիս նպատակը նույնն է։ Ի վերջո վերջ տալ այս աննորմալությանը, որի մեջ մենք արդեն տարիներ շարունակ ապրում ենք։ Եվ մի հարց էլ, գիտեք, լավ է հակակոռուպցիոնը հիշեցի, այդ հակակոռուպցիոնը, որ այսօր առավոտից երեկվանից մարդկանց է բռնում, ինչ որ ընտրակաշառքներ, տենց ոտի վրա անեն սարքած, ես ենթադրում եմ իհարկե, սարքած ինչ որ վիդեոներ կամ տեսագրություններ կամ ձայնագրություններ է հրապարակում։ Ու չգիտես ինչու բոլոր հակակոռուպցիոնի, այդ ուշադրությունը սեղռված է ընդդիմության վրա։ Դուք հարցեր չունեք իշխանության հանդեպ, հակակոռուպցիոն, ձեզ եմ դիմում, դուք չունեք հարցեր։ Մի հատ մտեք համացանց, մի հատ ուշադիր, նույնիսկ ոչ ուշադիր, հպանցիկ, դե լավ, հələ մի հատ անցեք, տեսեք ինչ խայտարակություն է կատարում։ Չնայած եւս մեկ անգամ կրկնեմ, մտնեք թե չմտնեք, ժողովուրդը իր ձայնը արդեն բարձրացնում է, բարձրացրել է եւ բարձրացնելու է, իսկ ժողովրդի ձայնը հետեւյալն է, որ մարդիկ իրենք են որոշելու ու մենք քվեարկելու։ Ոչ ոք չի կարա ազդի, չեք հասկանում, իշխանություն, որ ոչ ոք չի կարա ազդի մարդկանց ընտրության վրա։ Հոգնել են ձեզանից ի վերջո։ Ժորժ ջան, մի նստեք տունը։ Իրականում մի նստեք տունը, գնացեք ընտրության։ Գնացեք ընտրության, գնացեք ընտրության։ Թույլ մի տվեք, որ ձեր տեղը ինչ որ մեկի մտքով անցնի, որ ինքը կարող է որոշի ոնց է լինելու մեր երեխեքի ապագան, մեր երկրի ապագան ի վերջո։ Եվ այո, հաղթած ենք։